Սրբազան ժամանակակից ընկալումների համաձայն փոքրինչ տարօրինակ է մարդու գլուխը յուղով օծելը։ Որն է այս երևույթի, այս դեպքի պատմական, մշակութային կամ կրոնական նշանակությունը։ Միջին արևելքի հյուրասիրության ամենեն, ինչպես ասենք, կարևոր տարերեն մեկն է մշակութային անուշահոտ ռամսնել։ Յուղ չի ասիկա պարս, պարֆյում է, էսանս է, և նարդոս է, թանգակի մի յուղ է, Հնդկաստանեն կուքար, հավանապար և այնքանը գարժեր 300 դինարի, որ հավասար էր մեկ պանվորի 2 տարվա աշխատանքին։ Պանվորը 2 տարի պետք է աշխատեր և չուտեր չխմեր այդ ռամը, եթե իր ամսականը տներ, այնքան գներ։ Ուրեմն մշակութային երբով օծումը սա կարևորություն ուներ։ Մեկը չուրը արատ կերպով չէին օգտագործեր այդ մշակույթները։ Մեզպես միշտ իրենց վազող չուր չունեին, որ սերքը ոտքը լվան։ Եվ տաք երկիրներ են, քրդինքը զորավոր է, հետևաբար մի տեսակ այդ տհաճ հոտերը ջրիշելու համար կօգտագործեն անուշահոտ յուղեր եւ նաեւ անիկա իր մեջ ունի մեր բարեկամական մթնոլորտը անուշցավ քեեցիկ մի դեպք է մեր բարեկամությունը այս անուշահոտը մենք ունենք այսինքն դուն եկած հյուրին այդ գրնային մատուցել հատկապես վարդի ջուրով մոտեցումներ կան դակավին այդպես է որոշ եկեղեցականներ օրինակ այցելեն մյուս եկեղեցի իրեն հաց կհրամցնեն եւ նաեւ վարդի ջուր իր ցերկը Երուսաղեմի մեջ մենք դակավին այդ սովորույթը կշարունակենք ուրեմն ոստը օծելը իսկ օծումը գլուխը օծելը թագավորական մի նշան էր թագավորները եւ քահանաները յուղով գոցեին ինչպես որ մենք այսօր քահանաները այդպես միրոնով գոցենք Սուրբ Հոգի խորհրդանիշ էր այդ որ Աստծո կողմէ վավերացված լինելու հանգամանքներ այդ իսկ հոստը մենք կտեսնենք Տեր Հիսուսի մահվան մի պատրաստություն է այսինքն մարդիկ մի տեսակ իրենց մերելին այդ վերջին խնամքը կնեն եւ անուշահոտ յուղերով գոցեն իրեն եւ իրենց վերջին հարգանքը կնեն ուրեմն այդ պիտի չբադահեր Հիսուսի թաղման բայց այս կբադահի մի տեսակ Տեր Հիսուսը կպատրաստե մահվան խորհրդին մշակութային շատ բաներ կան Սուրբ Գիրքի մեջ որ իրապես որոշ մշակույթներու հետ փախտadel կարելի չէ բայց այդ ժամանակներուն այդ էր ուրեմն Մարիամի համար կարևորը ինչ էր որ Տեր Հիսուսին մարդիկ նվերներ չէին աներ Տերևս Տեր Հիսուս ստացավ իր առաջին նվերը որ Երուսաղեմ կմտներ մարդիկ ծաղիկներ թրին իրեն իրենց հագուստները կփրեին բայց Մարիամը սա որ այս թագավոր է պետք է անոր թագավորի պես վարվենք ինքը արժանի է ինքը թագավորներ օգտագործած յուղով պետք է յուղվի պետք է այդ իրեն ցույց տրվի եւ ես այդ ցույց պիտի տամ այսինքն Մարիամի սերը եւ երախտագիտությունը այնքան մեծ էր որ գուցեր մեծ մի բան անել երևելի մի բան անել ուրիշներու համար չէ նույնիսկ Հիսուսի համար չէր իրեն համար որ ասել գուցեր որ այս է դու ինձ համար այսքան թանկագին ես Սրբազան աշակերտները դեմ էին թանկարժեք յուղը վատնելուն իսկ Հիսուս մի տեսակ հակառակը վավերացրեց եւ օրհնեց այս դեպքը ինչու են աշակերտները առարկում օծմանը Հոնդը հայտնի է որ բոլոր աշակերտները չէին առարկում բայց Հութան կարարկեր որովհետեւ Հութան դրամական գործերն հասկացողն էր թերևս մաքսավոր էր
Հիսուս աշակերտ ըլլալ է առաջ եւ ամեն ինչ տրամով գճապեր։ Ուրեմն հիմա հոնդը շատ տակ հասկնար այդ յուղի արժեքը, ամիջապես թիվով հսավ չէ 300 դինար կնե։ Հութան, երբ որ այդ թեփքը տեսավ, հավանաբար մյուս աշակերտներու հետ խոսեցավ եւ անոնքալ իրավունք տվին։ Ինչ գսեր Հութան, գսեր որ այս յուղը կարելի էր ծախել, այդ տրամնալ աղքատներուն փաշներ։ Ըստ երևույթի շատ ազնիվ մի երևույթ է, չէ՞։ Այսինքն Հիսուս պետք չունի այս յուղին, իսկ աղքատները այդ տրամին պետք ունին, առնենք եւ աղքատներուն տանք։ Բայց իր նպատակը տարբեր, եթե ծախվեր այդ 300-ը քանցանակ պիտի մտներ իրենց հասարակած եւ որ ինքը գնայեր, ինքնալ պիտի օգտվեր անգե։ Իր նպատակը այդ էր։ Բայց Հիսուսի խոսքը հոստե կարևոր է գսե որ աղքատները միշտ դուք ունիք, ցեզ է դանանք։ Բայց ինձ միշտ չունիք։ Ինձ միշտ պիտի չունենաք մի բան տալու համար։ Ձեր սերը ցույց տալու համար միշտ պիտի չունենաք ինձ, միշտ աղքատները միշտ ունիք։ Եվ հանգիստ թողեցեք այս կենը, անիկա իմ թամանս համար օծումը կատարեց եւ ցեզ գսեմ մինչեւ ուր որ այս ավետարանը քարոզվի, այս կնոջ ասած ըրածը պիտի պատմվի։ Հոստերը Հիսուս շատ մարդոց միտքին մեջ եղած մի բղդոր կետը գհստակացնե։ Ինչ է այդ կետը։ Մենք կխառնենք մեր միտքին մեջ մարդոց եւ Աստծո մեր տալիք իրավունքը։ Եթե մարդոց մի բան ունենք, մենք կգործենք որ այլևս Աստծո ունելու պետք չունենք։ Եվ կամ Աստծո մի բան ունենք, մարդոց տալիք մի բան չունենք։ Բայց Տեր Հիսուսը ստակ գտնե այդ զանազանումը։ Գայսրին իրավունքը գայսրին պիտի դակ, Աստծո իրավունքը Աստծո պիտի դակ։ Այսինքն այն ինչ որ Աստծո ես կրնամ տալ, չեմ կրնար մարդուն տալ։ Եվ այն ինչ որ մարդուն պետք է դամ ես, պետք չէ փորձեմ Աստծո տալ այդ, որ Աստված պետք չունի անոր։ Ուրեմն աղքատին օգնելը դարբեր է, Աստծո նվեր տալը դարբեր է։ Մենք մեր թանկագին բաներեն պետք է բաժին հանենք Աստծո։ Աստծո կորցին տաճարներուն, եկեղեցականներուն, ավետարանի քարոզչության, սուրբ գիրքը տարածելու, այսինքն այն ինչ որ մենք Աստծո համար պիտի ունենք, պետք չէ շփոթենք։ Որոշ մարդիկ ասեն որ հա ես աղքատներուն կօգնեմ, ուրեմն Աստծո համար մի բան ունելու պետք չունի։ Հիմա Մարիամի այդ ներքին զգացումները, դակուկ զգացումները Հիսուսի նկատմամբ, այն մեծ սերը, այդ մեծ երախտագիտության զգացումը ուրիշ միջոց չուներ Մարիամը։ Պետք էր մի բանով ցույց տա այդ։ Եվ այդ ցուցադրեց։ Սրբազան Հուդան համաձայնեց Տիրոջը մատնել 30 արծաթի համար։ Իսկապես դրամի համար մատնեց, թե այլ պատճառներ էլ կային։ Ավետարաններու միացայն գարձիկ այդ է, որ Հութան տրամասիրության համար մատնեց Հիսուսին։ Իսկ մենք կգարձենք, որ չէ, տրամասիրությունը չգրնարլալ պատճառը, անպայման ուրիշ մի պատճառ լավ է եւ անոր մասնալ տեսություններ այդպես եկեղեցու պատմության ընթացքին մարդիկ մտածած են, Սուրբ Գիրքի մեկնիչները մտածած են, թե այլ պատճառներ կգրնալալ։ Նույնիսկ ժամանակի ընթացքին Հութայականներ եղած են, որ Հութան սուրբ ըլլալով հրճակած են, Հութայանով գեղձ ավետարան գրած են, եւ հոնդը Հութան մի տեսակ ինքսինքը պաշտպան է, որ Հիսուսի խոսքերը սխալ հասկացած է։ Հիսուսին այն խոսքը, որ ցեզ մեկը պիտի մատնե ինձ է, գսե Հիսուս, չէ՞, անիկա հրամանի պես հասկացած է։ Ցեզ մեկը պետք է մատնե ինձ։ Եվ ինքը իր վրա վերցած է այդ պարտականությունը Հութան։ Բայց եթե այդ էր, պետք չէ տրամ առներ։ Եթե տրամը չառներ, երթար քահանայապետներուն եւ ըսեր, որ ես ցեզ պիտի մատնեմ Հիսուսին,
եւ հոնդե տրամ չվերցներ, այնադեմ մենք կհասկանայինք, որ տրամի համար չներ։ Չէ, ինքը տրամի համար ռավ։ Եվ ես զարմանում եմ, որ ինչու համար տրամասիրությունը բավական պատճառ չլա, որ Հիսուսին ծախ է։ Մենք մեր շուրջը կտեսնենք, եղբայրները տրամի համար կգրվին, իրար գատեն, մերցնելու աստիճան։ Մեր շուրջը տեսած բոլոր մեղքերուն եւ չարություններուն 90%-ը տրամի համար կլա, չէ՞։ Հետևաբար տրամասիրությունը փոքր պատճառը չէ։ Հութան իր սիրտին մեջ տրամը կսիրար։ Եվ որտեղ Հիսուս որպես աշակերտ կանչեց անոր, տեսավ այս տրամի հակվածությունը։ Որպեսզի իր մեջ հանա այդ տրամի հակվածությունը, իրենց քանցանակը հանցնեց հութային։ Մի տեսակ ուսեր գրթև, որ ար տրամ ցերկերը ուտ փրնե։